յուրաքանչյուր նման միջոցառմանը մասնակցելը ինձ համար նաև պատիվ է։ Եվ այն ժամանակ մենք պարոն Դեմիրճյանից շատ ջերմ զրույց ենք ունեցել եւ իր տեսակետը, իր պատկերացումները Հայաստանի զարգացման տեսլականը շատ կառուցողական էր։ Ինքը պատկերացրել, որ հայ ժողովրդի միասնականության միջոցով կարող է Հայաստանը եւ Ղարաբաղը զարգացնել եւ Ղարաբաղի անկախությունը ամրապնդել։ Ինքը շատ անմիջական, շատ ջերմ եւ մենք շատ բարեկամական հարաբերությունների մեջ ենք եղել։ Այսօր Կարեն Դեմիրճյանի 85-ամյակն է։ Այդ քաղաքացին, այդ պետական այրը Հայաստանի հետ կապված է բազում թելերով, հա։ Երբ ասում ենք Կարեն Դեմիրճյան, հիշում ենք շատ լավ բաներ, հիշում ենք նաև այն դժվար եւ երևույթներ կամ, չգիտեմ, նախադասություններ, որ ես օրինակ չէի ուզենա, որ ինքը ասեր, բայց մարդը ասել է ու ես այդ հիշողությունը թարմ պահելու մեջ տեսնում եմ կերպարի այդ զորավոր կերպարի շարունակականության անհրաժեշտությունը։ Կարծում եմ, որ իր այդ ովքեր որ առնչվել են եւ շփվել են, իրանք մեծ բախտավորություն են ունեցել։ 27-ի ոճրագործությունը ըստ էության Հայաստանի Հանրապետության պետականության դեմ կատարված հանցագործություն էր, այդ կարծիքին էի այն ժամանակ եւ հիմա էլ, եւ ես կարծում եմ Հայաստանը դրանից մեծապես տուժեց։